Հանրային Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ոչ մի խնդիր չկա Արցախում, դա սեպտեմբերի 19-ին է արել։ Խաղաղ բնակչությանը որևէ բան չի սպառնում, որևէ բան չկա, ամեն ինչ կառավարելի է եւ վերահսկողության ներքո է։ Ոչ մի խնդիր չկա։ Այդ բառերի ժամանակ, երբ որ ինքը ասում էր, զոհվում էին հենց այդ երեխաները, որոնք։ Այ իդեպ այդ իր արտահայտությամբ ինքը շատ վատ դրության մեջ դրեց իր իսկ արտգործ նախարարին, որը ՄԱԿ-ում ասում էր, որ վայրագություններ են տեղի ունենում եւ վտանգված է հայ բնակչության։ Բայց ամեն դեպքում ինքը լեգիտիմացրեց ու արդարացրեց բոլոր վերցրեց դրոշակ եւ թուրքական պետությունները հենց դրանով ՄԱԿ-ի աչքերը փակեցին։ Այո, եւ նաեւ դա հնարավորություն տվեց ըստ էության իր բարձրախոսներին ասելով, որ մնայիք կռվեիք, ուրեմն ուզում եմ հիշեցնել թե իրենց, թե բոլորին, որ մենք մնացել ու կռվել ենք եւ մեր 10 ամիսները շրջափակման ժամանակ դա կռիվ էր, որովհետեւ մեզնից յուրաքանչյուրը շատ հանգիստ կարող էր դիմել ռուս խաղաղապահներին եւ ամբողջ բնակչությունը Արցախի կարող էր դիմել ռուս խաղաղապահներին եւ այդ տեղահանությունը տեղի ունենար